Պատասխանս հետևյալն է ոչ։ Բայց նայում են ասում են շատ լավ է, ես չէ ուրիշ է։ Ասում ինչ լավ է։ Հացավ տան, եթե Հենրիկ Մալյանը իմ հետ էլ աշխատեր, ես էլ այդ ֆիլմում լավը կլինեի։ Բայց կարող է տանեին մի հատ լրիվ ուրիշ ֆիլմ, ինձնից ավելի ապուշ դերասան չլիներ, քան ես եմ։ Աֆեկտիվ էտյուդների փուլը որ անցանք, երկրորդ կուրսում Մազմանյանը իր 4 սերունդների հետ արել էր Գարեգին Մժդեհի ներկայացումը։ Ու մենք խաղում էինք ներկայացում, մենք գիտենք, թե մենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ դերասաններն ենք, իրականում շատ դժվար, ես որ հիմա հետ եմ նայում, շատ դժվար ներկայացում էր, շատ։ Բոլորս հավասար կայինք։ Ոչ մեկը չկար մի քիչ ավել էր, կամ ինչ որ մեկը մի քիչ պակաս էր։ Ու մեզ թվում էր, թե մենք ահավոր պրոֆեսիոնալ ինչ որ բան ենք անում։ Ու իրոք այդ մաղումը կար, որ վայ մի րոպե, մի հատ կենտրոնանամ ես բան։ Հետո կուրսային քննություններ, դիպլոմայիններ, հետո ներկայացումներ, երևի ամենաառաջին ներկայացումը, որով դուրս եկանք փառատոների մասնակցեցինք, մայրը ներկայացումներ Լալայի, Լալա Մնացականյանի մայրը ներկայացումներ։ Ես կարծում եմ, որ շփումը ու ներկայացումների մեջ խաղալը, ֆիլմերի մեջ խաղալը եկել է ոչ թե նրանից, որ ես շատ, ես ինչ եմ կամ քիչ, այլ ծանոթությունը, ուղղակի շփումը մարդկանց հետ։ Ընդհանրապես թատերական ինստիտուտում շփումը ավելի կարևոր է, քան թե դու ընթերցասրահում ինչ գիրք ես կարդում, դա քեզ համար է կարևոր։ Բայց ռեժիսորի ու, չգիտեմ, դերասանների համար ավելի կարևոր է շփումը, ծանոթությունը, մասշտաբը։ Մենք առաջին կուրսում գնում էինք թատրոն, Գոյ, ու նայում էինք ներկայացումները, փորձերը, այդ ոնց է լինում, ու մենք էլ գնում էինք հաջորդ օրը լսարան, սկսում էինք իրանց նման կոպիտ ասած բեմի վրա անգնել հելնել։ Այդ չարչարանքը տանել։ Որտեւ ասում են, պիտի չարչարվես, եթե տենում ես բեմի վրա մեղը դուրս է եկել, պիտի խփես, որ չգա խփի ճակատին։ Այդ տենց մեզ Արմեն Աղասիչը բերեց հասցրեց ու մի օր Գոյ թատրոն։ Մինչև հիմա նույն զգացողությունն է Գոյում ներկայացում խաղալուց, ոնց որ առաջին անգամ ես գնացել էի նայելու փորձ ու երբ որ պետք է մտնեի մասովկա մառացած ներկայացման մեջ, նույն զգացողությունն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Ուղղակի անկյունները ավելի հեշտ եմ գնում, կուլիսներ, մթի մեջ։ Մենակ դա է փոխվել։ Հիմա մի քիչ գույները խառնվել են իրար, բայց թատրոնները ունեն իրենց դեմքը եւ ձեռագիրը։ Այսինքն ներկայացումը, որը խաղացվում է Գոյ թատրոնում, մի քիչ դժվար կխաղացվի դրամատիկական թատրոնում կամ ենթադրենք համազգային։ Դա չի նշանակում, որ դրամատիկինը լավն է, Գոյինը վատը եւ հակառակը։ Ուղղակի դեմք, ձեռագիր եւ ուղղվածություն։ Բայց իմաստը ասելու, ասում կամ կկվի, թռիչ կկվի բնի վրայով եմ բեմադրել, պետք էր դա արդյոք մեզ։ Դե արել են։ Եթե կարող ես նենց բան անել, որ ավելի պետք է, բախ ինչ ես արել։ Արել են, գնա նայի, հավանի, մի հավանի, ժպտա, սիրի։ Մեր գործը դերասանությունն է, մեր գործը բանը չի էլի։ Չի, դե չէ, չեմ ընդունում այդ։ Հիմա ես եկել խոսում եմ, չէ, նոր էլ խոսում էինք իրար հետ։ Ես ասենց բաներ չեմ արել, չէ։ Ես չեմ մտածում իմ հաջորդ բառը որն է լինելու, որ քեզ պետք է ասեմ։ Ես խոսում եմ քեզ հետ, բա ի՞նչն է տարբերությունը։ Տարբերությունը այնա, որ մաքուր լինես, ճիշտ խոսես ընդհանրապես այդ պահին, կենտրոնացած լինես եւ լսես թե քեզ քո դիմացինը ինչ է ասում։ Ընդհանրապես շատ պարզ է ու ինչքան պարզ է, այնքան բարդ։ Կարելի է մանգալ ինչ-որ բան սենց, կարելի է մանգալ ինչ-որ բան սենց, ոնց կարելի է տենց մանգալ, ով է տենց մանգալիս, եթե պետք է օրինակ թեքվել նայել քո խաղընկերոջը, եթե մեր բեմում սենց կթեքվեմ կնայեմ ու դա կաշխատի, օպերայի բեմում ընդհանրապես պետք է թեքվել սենց, ու դա կաշխատի, բայց սենց թեքվելը, սենց զարմանալը, սենց հուզվելը, եթե կա մարդ, որ տենց հանում, ուրեմն դա կաշխատի։ Եթե չկա, եթե տենց երևույթ այս աշխարհում չկա, ուրեմն դա սուտ է։ Եթե ես ունեմ իրավունք սխալվելու, ես չեմ սխալվի։
Իսկ եթե ասում են չսխալվի, հանկարծ չսխալվես։ Այն թազակշողներին, որ ասում են, հələ բան արա, այս հələ չի կարող քշի։ Բայց երբ որ ասում են, արա, արխային քշի, ինքը քշում է։ Դրա համար մեր թատրոնը կոչվում է էքսպերիմենտալ թատրոն, որտեղ մենք իրավունք կունենանք սխալվելու։ Բա թատրոն մարդիկ ինչի են գալիս, որ բեմից իրանց խափեն, ու եթե վատ ես խափում, իրանք դժգոհ են գնում։ Պետք է լավ խափես, սուտ չպետք է խափես։ Եթե վատ խափեցիր, ինքը կգնա կեսից։ Դասից չես անում։ Անընդհատ մեզ վատ են խափում։ Էկրանը շատ վատ են խափում։ Խնդալու են խափում։ Էս են անում մոտավորապես։